Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ազգային մամուլի 150-ամյակը նշելու վերաբերյալ։ Նախագահի վարչակազմին հանձնարարվել է մեդիայի զարգացման գործակալության եւ մամուլի խորհրդի հետ համատեղ ապահովել հոբելյանական միջոցառումների լայնածավալ անցկացումը։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել հոբելյանական միջոցառումների ֆինանսավորման հետ կապված հարցերը։ Ադրբեջանն ու Չինաստանը իրենց հարաբերությունները բարձրացրել են ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական հեռուստալիքին տված հարցազրույցում։ Նախագահը Ադրբեջանի եւ Չինաստանի միջև հարաբերությունները գերազանց է անվանել։ Իլհամ Ալիևը նշել է, որ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահի հետ այցի ընթացքում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը բարձրացրել է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը։ Այսպիսով մենք մեր հարաբերությունների մակարդակն էլ ավելի բարձր ենք բարձրացրել։ Ստորագրվել է եւս 20 փաստաթուղթ, որոնք ընդգրկում են լայն շրջանակի ոլորտներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզիշքյանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցը նպատակ ունի ամրապնդել երկկողմ համագործակցությունը եւ բարեկամական կապերը։ Իրանը տարածաշրջանային լարվածության նվազեցման նպաստելով կարող է նպաստել Ջուլֆա-Նախճիվան երկաթուղային կապի վերականգնմանը եւ ամրապնդել վստահությունը Բաքվի եւ Երևանի միջեւ։ Բացի այդ, երկկողմ հարաբերությունների ամրապնդման հիմքը միջսահմանային շուկաների զարգացումն է, տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը եւ ռազմավարական հարցերի շուրջ երկխոսությունը, ինչպիսին է Կասպից ծովի իրավական կարգավիճակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է ԱՀԲ հեռուստալիքը, Ադրբեջան կատարելիք այցը ներառված է Թուրքիայի առաջնորդի մայիս ամսվա աշխատանքային ծրագրում։ Բացի այդ, ապրիլի 29-ին Էրդողանը կմեկնի Իտալիա, մասնակցելու 4-րդ միջկառավարական գագաթնաժողովին։ Մայիսի 3-ին նա կմասնակցի Տեխնոֆեստ տեխնոլոգիական փառատոնին, որը կանցկացվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։ Հունիսին սպասվում է Թուրքիայի նախագահի այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները եւ պաշտպանում ենք Հայաստանը նրա իրավունքների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանը ԱՍՏՎ հեռուստալիքին տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների մասին։ Մենք փորձում ենք ապահովել, որ երկու կողմերն էլ ապրեն խաղաղության մեջ, բարիդրացիության սկզբունքների հիման վրա եւ աջակցեն միմյանց, նշել է Իրանի նախագահը։ Փեզիշքյանը նշել է, որ Իրանը նպաստել է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճիվանի միջև ցամաքային կապի ստեղծմանը։ Ապրիլի 25-ին Հաագայի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք հայցեր, կապված Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում դատվող եւս 15 հայկական ծագում ունեցող անձանց հետ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով ադրբեջանական կողմի պատասխանն ու ապացույցները դիտարկելով դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ անկախ հետաքննություն կամ փորձագիտական եզրակացություն մեղադրյալների կալանքի պայմանների վերաբերյալ, հայտնել են արտաքին գործերի նախարարությունում։ ԵՀԿ-ի գլխավոր քարտուղար Ֆիրուդուն Սինիրօղլուն տեղեկացվել է Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական եւ շինարարական աշխատանքների մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը Ֆիրուդուն Սինիրօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջանը մտահոգված է Հայաստանում շարունակվող ռևանշիստական տրամադրություններով, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեհուն Բայրամովը, Բաքվում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 2 օր առաջ Հայաստանում տեղի ունեցած զանգվածային երթի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ատելությամբ լի կոչեր են հնչեցվել։
Այնտեղ նաև այրվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ցավոք նմանատիպ գործողություններ երեք տեղի են ունեցել նաև Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, թեև ավելի փոքր մասշտաբով, հայտարարել է Բայրամովը։ Նախարարը ընդգծել է, որ այ երկրների պետական խորհրդանիշների պղծումը հանցագործություն է, այդ թվում այս երկու երկրների օրենքների համաձայն։ Բաքուն ակնկալում է գործնական քայլեր Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարություններից համաձայն իրենց օրենսդրության այս միջադեպերի վերաբերյալ։ Իշխանությունները պետք է կանխեն նման գործողությունները, որոնք ամոթալի են հասարակության համար, հավելել է Բայրամովը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։